Իշխանությունը սկսել է նախապատրաստվել այս ընտրություններին դեռևս 24 թվականի հունվարի սկզբից։ Ընդդիմությունը պետք է հանդես գա առնվազն 3-4 գաղափարական ճակատով։ Մենք ունենք մոտավորապես 60% դրազանգված, որոնք պարզապես չեն մասնակցում ընտրությունների։ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարում է բացահայտ, որ հունիսյան ընտրություններում աջակցելու է Նիկոլ Փաշինյանին։ Մայիսի 4-ին, գիտեք, Հայաստանի իշխանությունները պատրաստվում են sense մեծ շոուի հանգստյան օր են հայտարարում։ ԿՊ-ից կարկառուն դեմքեր են դեղին քարտ ստանում եւ հեռանում։ Իրեն պետք է ինչ-որ մի բան անել, այդ թվում նաեւ էպատաժային բնույթի, որպեսզի կարողանա նախ եւ առաջ երիտասարդ ընտրողների ձայները իր կողմ քաշել։ Թմբկահարի կերպարը ես նվագեմ դուք բարեք խորագրի ներքո չի աշխատելու։ Եթերում բաց խոսենք, նախագիծն է մեր հյուրը այսօր քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է։ Բարև ձեզ, պարոն Հակոբյան։ Սկսենք նախընտրական եռուզեռից, առաջիկա ընտրություններից, ինչ է կատարվում ներքաղաքական դաշտում, պարոն Հակոբյան, ընդհանրապես ինչ ուժեր են արդեն ակտիվություն ցուցաբերում, կարծեք ավանդական քաղաքական ուժերի կողքին այսօր հայտ են ներկայացրել նոր քաղաքական ուժեր, նրանց հնարավորությունները ինչպես է գնահատում եւ ընդհանրապես ինչպիսի պատկեր ենք ակնկալում առաջիկայում։ Դե գիտեք, դուք նշեցիք արդեն երևի թե ձեր խոսքում, որ նախընտրական տարի է։ Բնականաբար այն ինչ որ տեղի է ունենում հիմա թե երկրում, թե մասնավորապես ներքաղաքական դաշտում, դա նախընտրական տրամաբանության տիրույթում է գտնվում այս առումով։ Թեպետ օրինակ եթե խոսքը վերաբերում է իշխանության, ապա կարծում եմ իշխանությունը սկսել է նախապատրաստվել այս ընտրություններին դեռևս 24 թվականի հունվարի սկզբից, երբ այն հայտնի են մարզային այցերը սկսվեցին Նիկոլ Փաշինյանի, կախիչների հետ շոուները եւ այլը, հիշում եք այդ ամեն ինչը, դա հենց այս նախընտրական պայքարի սկիզբն էր դրվում։ Իհարկե այն ժամանակ կարծում եմ իշխանությունը երկու սցենարներ, արտահերթ ընտրություններ, թե կամ հերթական ընտրություններ, բայց հիմա պարզ է, որ ամեն ինչ գնում է դեպի հերթական ընտրություններ։ Իհարկե իշխանությունը սկսել է նախապատրաստվել, իշխանությունը բավականին հիմնավոր է փորձում նախապատրաստվել ընտրությունների, որովհետև իշխանությունը համարում է, որ այս ընտրությունները իր համար գոյաբանական նշանակություն ունեն, գոյաբանական բոլոր իմաստներով, թե իշխանությունը պահպանելու առումով եւ լծակները պահպանելու առումով, իսկ ոմանք էլ կարծում են, որ դա իրենց անգամ ֆիզիկական անվտանգության երաշխիքը կլինի, եթե իրենց հաջողվի նորից իշխանության գալ այս առումով։ Որոշ պրոիշխանական սատելիտ կուսակցություններն են անընդհատ, ես կարծում եմ, իրենց գործով զբաղված, այսինքն նախընտրական, ես նկատի ունեմ տվյալ պարագայում, ասենք, Հանրապետություն կուսակցությունը, մի շարք այլ ուժեր, բայց կարծում եմ, որ նրանց շանսերը այդքան է բարձր չեն հենց շեմա անցնելու առումով։ Այս առումով քաղաքացիական պայմանագիրը բավականին բարդ վիճակում է, քանի որ եթե գործը պետք է հասնի ինչ-որ կոալիցիա ձևավորելու, ապա երաշխավորված դաշնակից, որը որ կանցնի շեմը, 4%-ը կլինի, թե առավելևս եթե ինչ-որ դաշինքային տրամաբանությամբ որևէ ուժ ձևավորվի 8%-ը, ապա այդտեղ բնավել երաշխավորված չի, որ որևէ մեկը անցնելու է այս առումով։ Ընդդիմադիր դաշտում իհարկե իրավիճակը մի քիչ ավելի խայտաբղետ է, որովհետև կան քաղաքական ուժեր ընդդիմադիր, որոնք այսպես կոչված տիտուլային ընդդիմությունն են ներկայացնում, խորհրդարանական ընդդիմությունը, դա Հայաստան դաշինքն է եւ պատիվ ունեմ դաշինքն է, որը որ հիմա արդեն ավելի շուտ երևի կարող ենք ասել, որ հանրապետական կուսակցությունն է, եւ կա բազմաթիվ կուսակցություններ, որոնք խորհրդարանից դուրս են, արտախորհրդարանական ընդդիմադիր ուժեր են, որոնք մի մասը երևի հավակնում է մասնակցել այս ընտրություններին, մի մասը կամ ուզում է միասնական ինչ-որ մի ճակատով հանդես գալ կամ միայնակ հանդես գալ, բայց այստեղ ես կարծում եմ ամենակարևոր հենց այս ընտրությունների առանձնահատկությունը կարող է լինել այն, որ ընտրություններին նախապատրաստվում են նաև իսկապես նոր ուժեր ես նկատի ունեմ մեր ձևով շարժումը, ես նկատի ունեմ
միասնության թևեր շարժումը, որոնք ամենայն հավանականությամբ ինչ-որ մի փուլում արդեն դառնալու են քաղաքական կլասիկ միավոր, քաղաքական կամ կուսակցություն կամ դաշինք, ավելի շուտ առաջինը մեր ձևաշարժում արդեն հայտարարել է, որ իրենք ձևավորել են նոր կուսակցություն, ուժեղ Հայաստան անվանման։ Կարծում եմ մոտորապես ինչ-որ մի փուլում դա նաև տեղի կունենա միասնության թևերի հետ, որովհետև մասնակցում են ընտրություններին քաղաքական ուժերը, քաղաքական ձևավորված ուժերը կամ դաշինքները։ Այստեղ շատ ավելի հետաքրքիր է այն առումով, որ մենք ունենք մոտորապես 60% ընտրազանգված, մեր ընդհանուր ընտրազանգվածի մոտ, որը որ ըստ սոցիոլոգիական հարցումների, ըստ անցած թիմ ընտրությունների արդյունքների եւ դիտարկումների, որոնք պարզապես չեն մասնակցում ընտրությունների, տարբեր պատճառներով կամ չեն կողմնորոշվում, կամ ցանկություն չունեն կողմնորոշվելու եւ մասնակցելու եւ այլը, այսինքն դա այն զանգվածն է, որը որ ընդհանուր առմամբ քաղաքական բառապաշարով կարճ ասում են չկողմնորոշվածները։ Եվ ես կարծում եմ, որ այս երկու ուժը, որը հիմա կամ ձևավորման փուլում է, կամ արդեն ձևավորված է, իրենք հավակնում են այդ չկողմնորոշվածների ձայները հիմնականում վերցնելու, նախ եւ առաջ բերելու ընտրության, այդ 60%-ի մի մասին, գոնե առնվազն դա փոքր քանակ չէ, մեծ քանակ է, եւ ըստ էության այդ ձայները տանել իրենց օգտին։ Սա կարևոր հանգամանք է, որովհետև եթե կա չկողմնորոշվածների քանակ, ապա այդ չկողմնորոշվածները, այսպես ասենք, որոնում են իրենց նոր իդեալներին, իրենց նոր քաղաքական հեղինակություններին այս առումով։ Այսինքն դա նրանք են, ովքեր, ինչպես մեր մոտ ընդունված է ասել, ոչ նախկիններին են հավանություն տալիս, ոչ էլ ներկաներին առավելևս, եւ իրենց այլընտրանք էր պետք։ Այլընտրանք է պետք էր եւ իրենք չեմ կարծում, որ արդեն իսկ կողմնորոշվել են այս հարցում, թե ում են ընտրելու, եւ այս պարագայում այս երկու ձևավորված նոր ուժը իրենք շանս են տալիս եւ տարբերակներ են առաջարկում, այլընտրանքային տարբերակներ այդ ընտրազանգվածին, չկողմնորոշված ընտրազանգվածին, հիմնականում չկողմնորոշված ընտրազանգվածի, որովհետև չի բացառվում, որ այսպես ասենք նաև այլ քաղաքական ուժերի ընտրազանգվածից էլ որոշակի տրանսֆեր կլինի, այսպես ասենք, դեպի այդ նորաստեղծ քաղաքական ուժերը։ Հիմա այս փուլն է, յուրաքանչյուրը սկսել է զբաղվել նախընտրական իր ծրագրով, իր կառույցներով, ամեն ինչով։ Իհարկե ընդդիմությունը իմ կարծիքով նամանավանդ այն ընդդիմությունը, որ կոչվում է տիտուլային ընդդիմություն, որը որ ձևավորված է, որը որ ունի կոնկրետ պատմություն, իրենք կարծում եմ մի քիչ ուշ են սկսել այս ամեն ինչը, այս գործընթացը, բայց ամեն դեպքում պարզ է, որ նախընտրական շրջան է, ինչ որ բանով պետք է զբաղվեն, մենք տեսնում ենք, որ սկսել են արշավներ դեպի մարզեր, մենք տեսնում ենք, որ ավելի ակտիվ են աշխատում մեդիայի հետ, տարբեր տիպի մեդիաների հետ, ավելի ակտիվ են, կարծում եմ, նաև արտաքին իրենց կապերը ձևավորելու գործում։ Այնպես որ ընդհանուր առմամբ ձեր հարցին պատասխանելով այսպիսի մի գործընթաց է եւ ամեն ինչ պետք է դիտարկել նախընտրական տրամաբանության մեջ, ցանկացած հայտարարություն, ցանկացած գործողություն, ցանկացած նույնիսկ այց դուրս։ Պարոն Հակոբյան, եթե նախկինում խոսում էին միասնական մեկ ճակատով հանդես գալու օգտին, այժմ տարբեր քաղաքական գործիչ ընդդիմադիր դաշտի լսում ենք այսպիսի մի ընդհանրացված տեսակետ, որ ընդդիմությունը պետք է հանդես գա առնվազն 3-4 գաղափարական ճակատով, այսինքն համախմբված 3-4 առնվազն գաղափարական ճակատների շուրջ։ Ըստ ձեզ, այսօր քաղաքական դաշտում որ ուժերն են, որոնց շուրջ կարող են հիմնականում ձևավորվել այդ 3 կամ 4 ճակատները։ Գիտեք, երբ ասում են պետք է հանդես գան 3-4 ճակատով, ես կարծում եմ դա իրողությունն է այդպիսի, այսինքն ի սկզբանե, ինչպես եւ բոլոր նախորդ ընտրական
ցիկլերում, իսկ ես հիշում եմ դեռևս 90-ականներից սկսած, միշտ փորձ է արել ընդդիմությունը մեկ ճակատով միավորել, այսինքն որպեսզի ընդդիմությունը որպես մեկ բևեռ հանդես գա։ Դա իհարկե մի քիչ իդեալիստական պատկերացումներ էր, թե ինչպես պետք է գնալ ընտրությունների, որովհետև ամեն դեպքում ցանկացած պարագայում կան լուրջ տարաձայնություններ, թեպետ նպատակը այսինքն թիրախը կարող է նույնը լինել, այսինքն իշխանափոխությունը, օրվա իշխանությանը իշխանազրկումը, բայց ամեն դեպքում, եթե ամեն ինչ այդքան հեշտ լիներ, ապա ի սկզբանե մի կուսակցություն կլիներ երկրում իշխանական, մի կուսակցություն ընդդիմադիր, այսինքն ամեն դեպքում դա տեսական տարբերակ է։ Այսինքն մենք երբեք չենք ունեցել որևէ նախադեպ, որպեսզի որ ընդդիմությունը օրինակ հանդես գա մի բևեռով առհասարակ։ Բազմաթիվ տարբերակներ են եղել, մոտ են եղել այդ տարբերակին, ինչպես օրինակ 1996 թվականի ընտրությունները, ես հիմա ասում եմ ինչ-որ տարբերակներ, մասամբ 2008 թվականին այդպիսի մի մթնոլորտ էր ձևավորվել, բայց էլի խոսքը այդպես էլ չի եղել մի բևեռ, տարբեր բևեռներ, բևեռիկներ եւ այլն, այսպիսի բաներ են եղել։ Հիմա նորից այդ խոսակցությունը եղավ, որ մեկ բևեռով է պետք եւ այլն, բայց ամենայն դեպս դեռևս մի քանի ամիս առաջ երկրորդ նախագահի ուժը կամ երկրորդ նախագահը հայտարարեց, որ իրենք առանձին են գնալու ամեն դեպքում, որովհետեւ ունեն տարաձայնություններ, այլ պատկերացումներ, բայց ըստ էության նաև առաջարկ եղավ, որ հետագայում այն ուժերը, որոնք կանցնեն խորհրդարան, այսինքն առնվազն մինիմումը իրենց ծրագրերի կիրականացնեն, շեմը կանցնեն, կարող են խոսել կոալիցիայի մասին, եւ եթե այդ կոալիցիան հնարավորություն տա ձևավորել իշխանություն կամ իշխանությունից զրկել գործող իշխանությանը, ապա կարելի է դրա մասին խոսել, պայմանավորվել, մանավանդ վերջի շրջանում նաև նախադեպեր են եղել։ Միայն Գյումրիի մասին չի խոսքը, այլ նաև մի շարք մարզերում եղել են թիմ ընտրություններ, որոնք այդքան հայտնի չեն, այդքան դրա մասին չի խոսվել, ինչպես Գյումրիում, բայց այնտեղ էլ, ասենք, վերջում պայմանավորվել են։ Նույնիսկ այն պարագայում, եւ քաղաքացիական պայմանագիրը ստացած ձայներով ամենաշատն է եղել, բայց բավարար չի եղել, որպեսզի միանձնյա կամ իր սատելիտ, այսպես կոչված ընդդիմադիր իբր թե համարվող կուսակցություններով ձևավորեն իշխանություն տվյալ մարզում։ Այս առումով ես կարծում եմ, որ հիմա մենք արդեն կարող ենք արձանագրել, որ իսկապես 3-ից 4 խոշոր եւ լավ շանսեր ունեցող լավ շանսեր խորհրդարանում հայտնվելու նախև առաջ, յուրաքանչյուրը իհարկե իր ռեսուրսը ունի, իր նույնիսկ նպատակները ունի, բայց 3-4 մոտորապես խումբ կուսակցությունների դաշինքներ կլինեն, ֆորմատներ կլինեն, արդեն նշмарվում է։ Դա ուրեմն առաջինը հայտարարեց, որ մասնակցելու են դա Քոչարյանի քաղաքական ուժն է, վերջերս էլ հայտարարեցին, որ ամենայն հավանականությամբ Հայաստան դաշինքը կպահպանվի, մոտավորապես նույն ֆորմատով, գուցե նոր մարդկանցով, երկրորդը դա ըստ էության նույն միասնության թևերն է, որը որ իրենք հենց հայտարարել են, որ դրա համար էլ ձևավորվում են, ամենայն հավանականությամբ այնտեղ դաշինքային ինչ-որ բանով կլինի, ֆորմատով կլինի, թեպետ արդեն պարզ է, որ դաշինք կա, Թաթոյանի ուժը եւ Շանթը դաշինք արդեն կա, բայց ես կարծում եմ, որ կա հնարավորություն էլ ավելի ընդլայնել այդ դաշինքը նոր դերակատարների շնորհիվ, դա արդեն ովքեր կլինեն, դա իհարկե մոտակա ժամանակները կարծում եմ ցույց կտա, թեպետ մոտավորապես կարելի է պատկերացնել, բայց դա, այսպես ասենք, չկռահենք, դա ժամանակի հարց է եւ շատ մոտ ապագայի հարց է։ Բնականաբար դա վերաբերում է մեր ձևով շարժմանը, որի լիդերը Սամվել Կարապետյանն է ամեն դեպքում, չգիտեմ, այս պահի դրությամբ դժվար է ասել, դա կլինի մի կուսակցություն այդ ֆորմատում, թե նույնպես ինչ-որ դաշինքային տրամաբանություն կլինի, ես չեմ բացառում նաև, որ դա նույնպես ինչ-որ դաշինքային ֆորմատներ կարող են ձևավորվել, բայց ամեն դեպքում դա բնականաբար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ուժն է լինելու, որը որ
նույնպես բավականին ռեսուրսային է, ունի այդ հնարավորությունը, այս սա այն 3, այսպես ասենք, երևացող, արդեն գործող, արդեն ձևավորվող կամ մոտ ձևավորման կառույցներն են, որոնք սկսել են նույնիսկ կարծում եմ իրենց նախընտրական կամպանիան, որովհետև այն ուժերը, որոնք նոր են ձևավորվում, իրենք ստիպված են ոչ թե դասական, կլասիկ առումով սկզբից, այսպես ասենք, կուսակցություն դառնալ, հետո կառույցներ ձևավորել եւ այլը, հետո մեդիայով աշխատել, քարոզչությամբ զբաղվել եւ այլը, այդ տվյալ պարագայում այդ նոր ուժերը իրենք ստիպված են այդ ամեն ինչը զուգահեռ անել, այսինքն մենք հիմա տեսնում ենք, որ շատ մարզերում այդ երկու ուժը եւ կառույցներ են նոր բացում, կառույցներ են ստեղծում եւ քարոզչությամբ են զբաղվում զուգահեռաբար, այսինքն այս ամեն ինչը մի քիչ ավելի արագացված տեմպով պետք է կարողանան անել, որպեսզի հասցնեն հունիսի 6-ի դրությամբ արդեն որպես մարտունակ եւ էֆեկտիվ կառույցներ լինեն։ Այս առումով ես կարծում եմ կան շանսեր, լուրջ շանսեր կան։ Ինչ վերաբերում է 4-րդ բևեռին, ապա այստեղ դեռևս հարցական է, որովհետեւ կան պոտենցիալ մասնակիցներ ընտրությունների, ես խոսքը ռեսուրսային, այսպես ասենք, ուժերի մասին է, որովհետև ես ասացի, որ բավականին շատ կան այլ ուժեր, որոնք կարծում եմ ռեսուրսային առումով բավականին զիջում են, շատ լուրջ են զիջում նշված ուժերին։ Խոսքը վերաբերում է Գագիկ Ծառուկյանի կամ կուսակցությանը կամ դաշինքին, դեռևս հայտարարություն չի եղել դրա մասին, թե ինչ ֆորմատով է հանդես գալու, եւ ի վերջո մենք որևէ լուրջ դեռևս ինֆորմացիա չունենք, եթե չասեմ ընդհանրապես չունենք, թե ինչ ֆորմատով է մասնակցելու կամ չմասնակցելու այս ընտրություններում, օրինակ Հանրապետական կուսակցությունը, որը նույնպես բավականին լուրջ ռեսուրսային ուժ է եւ չի բացառվում, որ իրենք նույնպես այս կամ այն ձևով մասնակցելու են այս ընտրություններին։ Ինչ ֆորմատով դա նույնպես դեռևս պարզ չի, որովհետեւ դեռևս իրենք չեն հայտարարել դրա մասին։ Գիտեք, որ հայտարարել է մասնակցության մասին ՀԱԿ-ը, իրենց վարչապետի տեխնացուի մասին են ասել, իհարկե ես չեմ բացառում, որ ասենք իմ նշած ուժերից ոմանք իրար հետ կարող են նաև դաշինք ստեղծել կամ եղած ֆորմատների մեջ տեղավորվել։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որպեսզի այդ իրականում շատ ընդդիմությունը շատ, ինչպես ասում են, չընդլայնվի, այսինքն այս 3-4 ֆորմատով հանդես գա, որովհետև դա այն ֆորմատներն են, որոնք թվում է, որ պետք է որ կարողանան մինիմումները իրենց ծրագրերի իրականացնել, այսինքն անցողիկ շեմա անցնել, ոմանք էլ բավականին լավ արդյունք ցույց տալ, որպեսզի կարողանաս ընտրություններից հետո, ընտրությունների գիշերը արդյունքների հրապարակումից հետո իրար հետ փորձես խոսել, պայմանավորվել, եթե ամեն ինչ նորմալ լինի, նաև նոր իշխանություն ձևավորելու առումով շատ կարևոր է որպեսզի սահմանափակել ինչ որ մեխանիզմներով այն կուսակցությունների, թեկուզ եւ իրոք ընդդիմադիր կուսակցությունների մասնակցությունը ընտրություններին, որոնց շանսերը անցնել խորհրդարան բավականին մշուշոտ են, եթե չասեմ ֆանտաստիկ են, որովհետեւ այդ քաղաքական ուժերը կամա թե ակամա, այսպես դեռևս կորեկտ ասենք, որպեսզի չմեղադրենք ոչ մեկին, իրենց մասնակցությամբ, բայց անցողիկ շեմը չանցնելով ըստ էության աշխատում են իշխանության օգտին, որովհետև իրենք փոշիացնում են ձայներ, որոնց մի մասը առնվազն անցնելու է իշխանությանը։ Իսկ այս պայդրությամբ որևէ մեկը չի կարող ասել այդ փոշիացված ձայները ինչ նշանակություն կարող են ունենալ։ Դա կարող են ունենալ վճռորոշ նշանակություն, կարող են չունենալ վճռորոշ նշանակություն, բայց ամեն դեպքում դրանք ձայներ են, որոնք նաև գումարվելու են իշխանությանը։ Սա ես կարծում եմ այն գլխավոր խնդիրներից է, որ ընդդիմությունը պետք է կարողանա լուծել, պետք է կարողանա պայմանավորվել իրար մեջ։ Ինչու իհարկե պայմանավորվելու շատ բան կա առհասարակ։ Նախ եւ առաջ ընդդիմությունը ես կարծում եմ ինչ որ մեմորանդումի նման մի բան պետք է ստորագրի, որ անկախ նրանից թե իրենք առանձին են հանդես գալիս, որպես առանձին բևեռներ, իրենք մեկ նպատակ ունեն իշխանազրկել այսօրվա քաղաքական իշխող ուժին, սա մեկ, այսինքն իրենք ունեն ընդհանուր թիրախ ստրատեգիական առումով եւ այս առումով իրենք
իրենք միասնական են ստրատեգիական առումով, միասնական են։ Սա նշանակում է, որ դրանից բխում է, որ եթե մի թիրախ է, մի նպատակ կա, ապա պետք է պայմանավորվես, որ այն ռեսուրսները, որոնք կապված են ընտրության հետ, այսինքն նախ ընտրական տեղամասերում հանձնաժողովի անդամները, վստահված անձինք եւ այլը, մյուս ռեսուրսները իրանք ըստ էության աշխատելու են բոլորի համար։ Այսինքն դա բոլորի միասնական ռեսուրսն է, այսինքն իրանք պետք է կարողանան ձայները պահել, պետք է կարողանան ապահովեն ընտրության նորմալ օրինական ընթացքը եւ այլը։ Երկրորդը, ուրեմն պետք է պայմանավորվեն, եթե հանկարծ իշխանությունը գնում է այսպես կոչված մոլդովական սցենարով եւ փորձելու է օրինակ վերջի պահին կամ ոչ վերջի պահին ինչ որ մի քաղաքական ուժի ազդեցիկ ուժի չգրանցել կամ ներազդել օրինակ ցուցակի վրա, այսինքն ասել, որ այս ցուցակից օրինակ այս առաջի համարին մենք հանելու ենք, որովհետեւ ինքը պայմանական ասած հիբրիդային պատերազմի, չգիտեմ ով է, հա, գեներալ է կամ ինչ որ տես Կրեմլի գործակալ է կամ չգիտեմ ինչի ինոագենտ է կամ ինչը, նոմնալ պայմաններում պետք է պայմանավորվեն, թե ինչ են անում, եթե ասենք մի քաղաքական ուժը չի գրանցվում կամ նախապես պիտի այս հարցերը նախորդ պետք է ամեն ինչը քննարկվի։ Բոլոր սցենարները հաշվի առնել։ Ես կարծում եմ առանձին խոսակցություն պետք է լինի, պետք է այն կարմիր գծերը գծվեն, թե ինչ չեն անելու իրար դեմ։ Այսինքն դա պետք է լինի մեմորանդում, որտեղ պետք է հայտարարվի, որ քաղաքացիական պայմանագիրը դա հակառակորդն է, իսկ մնացածը ընդամենը մրցակից են։ Հա, իսկ կարմիր գծերը նաև պետք է դնել, թե ով պետք է մասնակցի ընտրությունների, ես դրա մասին խոսեցի, այսինքն պետք է հստակ այնպիսի պայմաններ դնել, որպեսզի այն ուժերը, որոնք մասնակցելու են հանուն մասնակցության կամ շահագրգռված են լինելու իշխանության կողմից մասնակցելու, որպեսզի փոշիացնեն, իրենք ի սկզբանե այնպիսի իզգոյացման վիճակում դրվեն, որպեսզի իրենք, այսպես ասենք, ի սկզբանե հայտարարի, որ իրենք փաստորեն Նիկոլ Փաշինյանի ստեղծված եւ առաջնորդող իր համար աշխատող պրոքսի ուժեր են, այսպես ասենք։ Այնպես որ շատ բան կա խոսալու իրար հետ, բացի նրանից, որ դու պետք է ամեն մեկը քո գործերով զբաղվես, կառուցվածք, ռեսուրսներ, ֆինանսներ, քարոզչական նյութեր պետք է իրար հետ աշխատել, որովհետև նպատակը միասնական պետք է լինի, որովհետև որևէ մեկը իմ համոզմամբ միայնակ չի կարողանալու, այսպես ասենք, ձևավորել իշխանություն, մեկը մի քիչ շատ, մեկը մի քիչ քիչ, խնդիրը լինելու է զուտ իրար հետ նստել, խոսել եւ փորձել ընդհանուր բանի ընդհանուր ինչ-որ մի գծի հասնել։ Այսինքն առաջիկա ընտրությունների հաջողությունը պայմանավորված է նրանով, թե ընդդիմությունը որքանով արդյունավետ կարողանա աշխատել մեկը մյուսի հետ։ Պարոն Հակոբյան, շատ մեծ կարևորություն ունի այս ընտրությունների ժամանակ այս ամեն ինչը, եւ նորից եմ ասում, նույն Գյումրիի պատմությունը դա ցույց տվեց։ Ես ասեմ ձեզ, շատերը ասում են Գյումրին պետք չի երևի պրոյեկցել համապետական որպես, ես ասում եմ, այո, պետք չի պրոյեկցել, բայց ես օրինակ համարում եմ, որ Գյումրիում շատ ավելի դժվար էր պայմանները իրար հետ լեզու գտնելու համար տարբեր հանգամանքներից ելնելով, միջանձնային հարաբերություններ եւ այլը, քան եթե օրինակ ընդդիմադիր համարվող իրական ընդդիմադիր քաղաքական ուժերը անցնեն խորհրդարան, որովհետև այդտեղ գոնե նման կարգի հակասություններ, այդ կարգի հակասություններ չկան, անգամ աշխարհաքաղաքական առումով անլուծելի խնդիրներ չունեն։ Օրինակ նույն Մոլդովայում այնտեղի ընդդիմությունը 49%-ից ավել էր ստացել, բայց ես օրինակ վստահ եմ, որ եթե իրենք նույնիսկ 51 ստանային, իրենք իրար հետ լեզու կգտնեին, որովհետև այդ ընդդիմությունը աշխարհաքաղաքական առումով շատ տարբեր էր, տարբեր նպատակներ ունեին, ծայրահեղ պրոռուսականից ծայրահեղ, այո, ես վստահ եմ, որ իրար հետ օրինակ լեզու կգտնեին կոալիցիա։ Այստեղ ես կարծում եմ այդ խնդիրը չկա, եթե նույնիսկ կան լուրջ այսպես գաղափարական եւ աշխարհաքաղաքական տարաձայնություններ, տարբեր մոտեցումներ, այնուամենայնիվ դրանք ծայրահեղ չեն եւ միշտ կարելի է ինչ-որ կոմպրոմիսի գալ։
Պարոն Հակոբյան, չնայած դուք նշեցիք, թե ինչքան վաղ եք կապան սկսել զբաղվել նախընտրական քարոզարշավով, բայց անկեղծ ասած կա տպավորություն, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ Նիկոլ Փաշինյանը առհասարակ կարող են քարոզարշավով չզբաղվել, որովհետեւ դա նրանց փոխարեն հրաշալի անում են Ադրբեջանը, Թուրքիան, եվրոպացի չինովնիկները։ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարում է բացահայտ, որ հունիսյան ընտրություններում աջակցելու է Նիկոլ Փաշինյանին, ով էր կասկածում պարոն Ֆիդան, ուզում ես ասել, բայց ինչու այսքան բացահայտ։ Սա հայ հանրության համար ուղերձ է, ակնարկ է, որ եթե չընտրեք Փաշինյանին, վատ է լինելու։ Միանշանակ ես կարծում եմ հենց այդպես է, ընդհանրապես ես գիտեք, դա մի քիչ այլ բանաձևով եմ դա բացատրում։ Ես կարծում եմ, որ ոչ թե այստեղ պետք է հաշվի նստել, թե ինչ է ասում Ֆիդանը, Ֆիդանը ի վերջո ինչ է ասում, ինքը ասում է մենք աջակցելու ենք այսօրվա հայաստանյան իշխանությունների որդեգրած կուրսին, խաղաղության կուրսին, չէ՞, դրա մասին է ասվում, նաև ուղղակիորեն ասելով, որ իրենց տվյալներով լիդերը այս ընտրարշավում արդեն Նիկոլ Փաշինյանն է եւ այլն եւ այլն։ Այո, կա ուղղորդում, բայց կա նաև թաքնված սպառնալիք, որ եթե այս խաղաղության կուրսը չհաղթի, որի առաջնորդը այս խաղաղություն կուրսը իրականացնողը Նիկոլ Փաշինյանն է, ապա Թուրքիան այլ լեզվով է խոսելու։ Այսինքն, եթե հիմա, ինչպես Ալիևն էր ասում, մենք Հայաստան գալու ենք մեքենաներով, ապա ակնարկվում է, որ եթե ճակերտներում ռևանշիստները գան իշխանության, ապա իրենք գալու են տանկերով։ Այսինքն այստեղ ակնհայտ ակնարկ կար, որովհետև Ֆիդանի պես գեր փորձված մարդը, անձնավորությունը, գեր փորձված քաղաքական գործիչը եւ հատուկ ծառայությունների նախկին ղեկավարը ինքը շատ լավ հասկանում է, որ ինքը չի կարող ապրիորի չիմանալ, որ Հայաստանում համենայն դեպս Թուրքիայի վարկանիշը այսպես շատ բարձր չէ, այսինքն հույսը դնել նրա վրա, որ հայաստանյան հասարակությունը այնքան է դեգրադացված, որ այլևս իր համար որևէ կարևորություն չկա, Թուրքիայի վարչապետն է աջակցություն ցուցաբերում Ֆրանսիայի, Ռուսաստանի թե այլ երկրի, թե ավելի բարեկամ երկրների վարչապետը եւ հույսը դնել նրա վրա, որ մենք կասենք այսպես սա դիվիդենդներ կբերի քաղաքական պայմանագիր ուժին, ես կարծում եմ ինքը այդքան միամիտ չի, առավելևս համոզված եմ, որ ինքը ավելի լավ ինֆորմացված է Հայաստանում ներքին քաղաքական իրավիճակի եւ տրամադրություններին, քան հենց Հայաստանի, ես կարծում եմ, հատուկ ծառայությունները այս առումով, որովհետեւ խոսքը Ֆիդանի մասին է ընդհանրապես, նորից եմ ասում, բավականին լուրջ ֆիգուր է եւ ամենայն հավանականությամբ ժառանգորդն է Էրդողանի ապագա ժառանգորդը։ Այս առումով իհարկե այդ աջակցություն կոչեցյալը ավելի շուտ թաքնված սպառնալիք էր հենց նույն հայ ժողովրդին, հայ ընտրողին, այսինքն ընտրողին որոշակի հեռանկարների մասին մեսիջ էր ուղարկվում։ Այնպես որ ասել, որ դա Նիկոլ Փաշինյանի փոխարեն այդ քարոզչությամբ Թուրքիան է զբաղվում, Թուրքիան, այսպես ասեմ, Թուրքիան այո, այդ քարոզչությամբ զբաղվում է, բայց ավելի շուտ ինքը փորձում է ներազդել հայ ընտրողի վրա վախացնելով։ Իսկ գուցե դա այն հիբրիդային պատերազմն է հենց, որի դեմ պայքարելու համար Փաշինյանի իշխանությունը օգնություն է խնդրել Եվրամիությունից։ Իհարկե, սա հենց այդ հիբրիդային պատերազմն է, իմիջիալուց, քանի որ Փաշինյանը երբևիցե չի ասել այդ հիբրիդային պատերազմը ում կողմից է վարվելու, այդ որ օգնություն են ուզել, ասել են հիբրիդային պատերազմը չէ վարվելու, իրենք երբևիցե դուք Հայաստանի իշխանության ղեկավարից չեք լսի, ի վերջո դա ում մասին է խոսքը։ Եվ ես չեմ բացառում, որ եթե հանկարծ ասենք Ռուսաստանը պահանջի ինչ որ մի իրավիճակում, թե հետո ով է վարում հիբրիդային պատերազմ, հենց ինչ որ մի հանգամանքներում, եթե իրավիճակ փոխվի, ինքը հենց այդպես էլ ասելու է, որ ես նկատի ունեի, այո, Թուրքիային օրինակ, մենք բազմաթիվ անգամ տեսել ենք դա, չէ, որ ասենք ակնարկվում էր կամ գրեթե ուղղակի մատնանշվում էր Ռուսաստանը, բայց Փաշինյանը հայտարարում էր մենք Ռուսաստանի նկատի չունենք։ Սա ես կարծում եմ, սա էլ կարա լինի ինչ որ մի իրավիճակում նման մի դեպք։ Եվրոպացիների մասով, եվրոպացիները, այսինքն ես նկատի ունեմ ոչ թե նույնիսկ Եվրոմիությունը, որովհետև դա նույնպես հիմա միատարր չէ, ես էլ չեմ խոսում այսպես կոչված արևմուտքի մասին, դա բացարձակապես հիմա տրոհված է երկու մեծ մասի, իսկ Եվրոպան նույնիսկ ինքը իր մեջ ըստ էության տրոհվել է մի քանի
տենց հատվածների, եվրոպացիների մասով տվյալ դեպքում ես նկատի ունեմ բրյուսելյան բյուրոկրատիան, եվրոբյուրոկրատիան, իրենք էլ գիտեք ամեն ինչ անում են, որպեսզի ցույց տան, որ մենք չենք խառնվում ձեր ներքին գործերին, այլ մեզ դիմել են Հայաստանի իշխանությունը Կալասը ուղղակիորեն ասեց, մեզ դիմել են, որպեսզի մենք խնդրանքով աջակցենք հիբրիդային պատերազմի։ Իհարկե իրենք ուղղակի ասացին հիբրիդային պատերազմը որտից է գալիս Ռուսաստանին։ Մոլդովայի օրինակով արդեն բացահայտ ակնարկեր։ Այստեղ ուղղակի աջակցություն կա, բնականաբար, ուղղակի աջակցություն կա, բայց ֆինանսական տեսակետից այդ աջակցությունը չգիտեմ որքանով էֆեկտիվ կլինի, եթե խոսքը իհարկե այդ գումարների մասին է, վերջին թվերով ոնց որ 20 միլիոնի մասին է խոսքը, այսինքն ինքը իհարկե աջակցություն է, բայց ես կասկածում եմ, որ այսօրվա Եվրոպայի աջակցությունը քարոզչական տեսակետից, եթե մենք քարոզչության մասին ենք խոսում, լուրջ ազդեցություն կարող է թողել, որովհետև այսօրվա Եվրոպան ինքը բավականին լուրջ ծանր վիճակում է եւ յուրաքանչյուր երկրի ղեկավարը, այն խոշոր երկրի ղեկավարը իր երկրի ներսում լուրջ խնդիրներ ունի, ել չեմ ասում ամեն մեկը կամ հավաքական բոլորը Եվրոմիության այդ երկրները լուրջ խնդիրներ ունեն Միացյալ Նահանգների հետ այս առումով։ Այսինքն ես ուզում եմ ասել, որ եթե նույնիսկ մայիսի 4-ին գիտեք Հայաստանի իշխանությունները պատրաստվում են sense մեծ շոուի հանգստյան օր են հայտարարում, որպեսզի բոլորի ուշադրությունը սևեռված լինի այդ միջոցառման վրա եւ այդ միջոցառումում Նիկոլ Փաշինյանի բենեֆիսին ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ դա դժվար թե լուրջ ազդեցություն ունենա, որովհետեւ չեմ կարծում, որ Հայաստանում, ասենք, նույն այդ նախագահների կամ վարչապետների հեղինակությունը շատ մեծ է առհասարակ։ Առավելևս, որ 22 թվականի հոկտեմբերի 6-ի այդ Արցախը Ադրբեջանի տարածք է հայտարարության հիմնական, այսպես կոչված քավորները հենց եվրոպացիներն էին, հիշում եք, Մակրոնը, Շարլ Միշելը եւ այլն, այսինքն այստեղ այնպես չի, որ Եվրոմիության այսօրվա եվրոբյուրոկրատիայի հեղինակությունը Հայաստանում հայաստանյան ընտրողների մոտ շատ մեծ է ընդհանուր առմամբ եւ միայն այն փաստը, որ Հայաստան են ժամանելու մի քանի կարելի ասել լուզեր եվրո լիդերներ, դա արդեն հարցը լուծելու է։ Այսինքն քարոզչությունը ես ուզում եմ ասել, եթե մենք համարում ենք, որ Նիկոլ Փաշինյանին պետք չի քարոզչություն, Նիկոլ Փաշինյանին պետք է քարոզչություն։ Եթե պետք չլիներ, Նիկոլ Փաշինյանը այս ամեն ինչով, այս էպոտաժով չէր զբաղվի առհասարակ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը նախ եւ առաջ հասկանում է, որ իրեն պետք է ինչ-որ մի բան անել, որպեսզի այս ստագնացիայի մեջ գտնվող իր վարկանիշը, որը որ արդեն երևի մի 2 տարի է 15%-ից չի աճում, ինչ էլ որ անում է, այլ խաղաղություն է ազդարարում, որ խաղաղությունը արդեն եկել է, այլ գույքն է ասում, որ բռնագրավելու ենք նախկիններից, արդեն թմբուկ է նվագում։ Դե միջև էդ էլ հիշում եք, ծանի վեր քշում, միջև էդ սափրվում էր, տարբեր տիպի գլխակներ էր հագնում կեպկայից միջև շլյապա, ձվածեղեր սարքում, հիմա ամեն ինչ սրտիկի մասին դա ընդհանրապես առանձին թեմա է, չէ՞, սրտիկներ տարբեր ժանրի երաժշտությունների տակ, հիմա էլ դե թմբուկներ է նվագում, այո, ինքը շատ լավ հասկանում է, որ իրեն պետք է ինչ-որ մի բան անել, այդ թվում նաև էպատաժային բնույթի, որպեսզի կարողանա նախ եւ առաջ երիտասարդ ընտրողների ձայները իր կողմ քաշել, որովհետև ինքն էլ շատ լավ ստանում է այդ սոցիոլոգիական հարցումները, ոչ թե շատ լավ է ստանում, ես կարծում եմ ամեն շաբաթվա ռեժիմով իր համար արվում է այդ ամեն ինչը համապատասխան կառույցների կողմից, ինքը շատ լավ հասկանում է, որ 18-ից մինչև ասենք 35-40 տարեկան սեգմենտում ինքը բավականին թույլ վիճակում է գտնվում։ Պարոն Հակոբյան, Սա հենց դա է, այս ամեն ինչը ինչ որ արվում է, փորձ է ինչ որ ձև իր կողմ քաշել այդ ընտրազանգվածին։ Ես կարծում եմ իրեն խորհուրդ են տվել դրանով զբաղվել, նրանք ովքեր որ կառավարում են իր գործողությունը, բայց չեմ նկատում, որ ամենայն դեպս
լուրջ ինչ-որ տրանսֆորմացիաներ երիտասարդության տրամադրություններում կա, որովհետև երիտասարդությունը ամեն դեպքում այն սեգմենտը, որի մասին ասում եմ, իրեն դիտարկում են եւ ոչ միայն իրեն, նաեւ այսօրվա այս իշխանություններին, իշխանավորներին որպես լուզերներ, որոնք ըստ էության անհաջողակ են։ Գուցե իրենք հիմա իրանց անձնական կյանքում հաջողակ են, որովհետև պարգևավճարներ են ստանում եւ թվերն են նույնիսկ չեն հիշում, ինչ են ստանում, այսինքն ոչինչից հիմա դարձել են բավականին մեծահարուստ մարդիկ, գուցե այդ առումով իրենք անձամբ ինչ որ բան է համարում են, որ իրենք հաջողության են ասել, բայց հասարակական ընկալման մեջ մանավանդ երիտասարդության իրենք հենց այդ բառով են ասում, որովհետև դա իրենց բառն է, լուզեր են, անհաջողակներ են, որոնք ամեն ինչ տապալել են, ինչ որ ձեռ են տալիս, իրենք անհաջողության են հասնում, կամ հանձնում են, կամ վաճառում են էժան գնով, ինչպես տրիպ ծրագիրն է, կամ եւ այլը, հիմա չեմ ուզում կրկնեմ դա։ Այսինքն թմբկահարի կերպարը ես նվագեմ դուք բարեք խորագրի ներքո չի աշխատելու ուսցես պարոն Հակոբյան։ Ես կարծում եմ դա չի աշխատելու, որովհետև դա շատ ավելի հետաքրքիր կերպարներով էր հանդես գալիս, ավելի էպոտաժային, այսպես ասեմ, հետաքրքիր են առումով ավելի անսպասելի, այդ սրտիկներ եւ այլը։ Ի վերջո Սրտիկը ինչ ուղերձ է, եթե կներեք։ Սրտիկը դա ուղերձ է, որ այդ սիրո եւ բանի հեղափոխության շարունակությունն է, որ ամեն ինչ արվում է սիրով, ամեն ինչ բարի է, որովհետեւ իր իմիջը երկրի ներսում, հենց նույն երիտասարդության մոտ, որին սա, այսպես ասենք, բռի կոպիտ իշխանություն է, բառապաշարը միայն հերիք է, չէ՞, Նիկոլ Փաշինյանի, որ ամեն ինչ դիկտատուրայի բան է, որը ըստ էության որևէ ազատություններ, բոլոր ազատությունները գնում են դեպի սահմանափակում, եկեղեցու պատմությունը դրա վառ օրինակն է, եւ եթե որևէ մեկին թվում է, որ եթե երիտասարդությունը փողոցում չի, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, եթե դժգոհեն թող հեղափոխություն անեն, ապա ամեն ինչ նորմալ է, գիտեք, ընդհանրապես քաղաքագիտության մեջ կամ քաղաքականության մեջ բավականին հաճախ պատահող բան կա, երևույթ կա, երբ մարդիկ փողոց չեն դուրս գալիս, այսպես ասենք, տարբեր բողոքի ակցիաներին չեն մասնակցում, մեքենաներ չեն այրում, խանութներ չեն կոտրում, ինչպես եվրոպական շատ երկրներում եւ այլն, իրենց ձայնը հասցնելու համար, բայց ընտրության օրը, այսպես ասենք, լուր բողոք են հայտնում, այսինքն սիրուն այդ օրը իրենց օրն է, իրանք ընդունակ չեն փողոց դուրս գալու կամ դրա, այսպես ասենք, հավեսը չունեն, բայց ընտրության օրը մոտորապես 15 րոպե իրենց ժամանակից հատկացնում են եւ գնում են իրենց ամբողջ այդ վրթովմունքը, իրենց վերաբերմունքը լուզերների նկատմամբ արտահայտում են այդ խցում եւ շատ դեպքերում իշխանության համար բավականին տհաճ անակնկալ է լինում։ Դե հուսանք, որ հենց այդպես կդրսևորվի, ոչ թե անտարբերությամբ։ 2012 թվականին էր, եթե չեմ սխալվում, նախագահական ընտրություններ, այդտեղ հենց այդ նույն ֆենոմենը եղավ Ռաֆի Հովհաննիսյանի հետ։ Իշխանության համար բավականին անսպասելի էր իր բարձր տոկոսը, որովհետև մինչ այդ կարծես թե ամեն ինչ շատ երկինքը պարզ էր, արև էր եւ այլն, բայց պարզվեց ամպրոպոտ է։ Եվ բացում են այդ քվեատուփերը եւ պարզվում է, որ ասենք Ռաֆի Հովհաննիսյանը բավականին լուրջ եւ մրցունակ տոկոս է ստացել, ոմանց կարծիքով նույնիսկ շատ, այսպես ասենք, մոտիկ դրական արդյունքի։ Պարոն Հակոբյան, ԿՊ-ից կարկառուն դեմքեր են դեղին քարտ ստանում եւ հեռանում։ Ինչ է սա։ Վստահություն չկա այլևս առաջնորդի հանդեպ, թե առաջնորդը չի վստահում արդեն իր թիմին, ինչ իրավիճակ է, ինչ է կատարվում։ Այն որ առաջնորդը իր թիմին չի վստահում եւ երբեք չի վստահել առանձնապես, բացի հատուկենտ ինչ-որ մարդկանցից, իր մերձավոր շրջապատից, ընտանիքի անդամներից, դա հայտնի էր, դա ինչպես դուք եք նշում, առաջնորդի խառնվածքն է այդպիսի, առհասարակ է միշտ է այդպես եղել, նույնիսկ երբ որ ինքը, այսպես նույնիսկ քաղաքականությամբ չէր զբաղվում, այլ զբաղված էր թերթ խմբագրելով եւ այլն կամ լրագրողական։ Այսինքն խառնվածքն է այդպես, չի վստահում։ Ինչ վերաբերում է վստահության դեպի առաջնորդ, գիտեք, ընդհանուր առմամբ առաջիկա ընտրությունների ժամանակ ակնհայտ է, որ այն իշխանական կամ խորհրդարանական առնվազն կարկանդակը
եթե դա համարենք այդ տեղերը խորհրդարանում, բավականին արդեն սահմանափակ են լինելու, որովհետև ինչ էլ ուզում են ասեն, այնց մեկ-մեկ հայտարարում են, չէ՞, քարոզչական ռոպագանդայի շրջանակում մենք 50+1 ենք վերցնելու մի բան էլ ավել, ինչ էլ ուզում են ասեն, բայց իրենք շատ լավ հասկանում են, կամ նրանք, ովքեր որ իրենց թիկունքում կանգնած են, կամ այն ազդեցության խմբերը, որոնք կան ՔՊ-ի շուրջ, ես նկատի ունեմ ֆինանսատնտեսական, աշխարհաքաղաքական, քաղաքական խմբերը, ազդեցության այդ բաները, խմբերը իրենք շատ լավ հասկանում են, որ այս անգամ հնարավոր չի քիչ թե շատ օրինական ճանապարհով, լեգիտիմ ճանապարհով, նույն ասենք այսօրվա 72 կամ 73 ձայնը ունենալ խորհրդարանում։ Այսինքն լավագույն դեպքում գուցե դրա կեսը լինի կամ մի փոքր ավել պլյուս մինուս, ինչպես ասում են։ Հա, այդ իսկ պատճառով պայքարը այդ տեղերի համար շատ է սրված։ Այդ անվանենք դրանք իշխանական կլանների միջև պայքարը բավականին սրված է իրենց մարդկանց այնտեղ ունենալու համար։ Այդ իսկ պատճառով ով ուժեղ է, ով կարողանում է անցկացնել իր կարծիքը, իր արգումենտները, այդ թվում նույն Փաշինյանի մոտ, նա այսպես մյուսին զրկում է այդ ռեսուրսից։ Եվ այդ պարագայում բնականաբար ավելանում են նրանք, ովքեր նեղանում են, նրանք, ովքեր որ երևանյան սլենգով ասած աբիժենիկներ են եւ առանձնապես մոտիվացիա չունեն, որպեսզի արդեն գլուխ դնեն կամ ամբողջ թափով աշխատեն այս իշխանության համար, որում իրենք այլևս կարևոր տեղ չունեն ընդհանրապես։ Այսինքն այստեղ շատ բնական ընտրություն է լինում։ Ռուսերեն ասած естественный отбор-ի նման է, մի քիչ ջունգլիների օրենքով եւ այլն։ Բացի դրանից հիմա Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը, քանի որ ամեն դեպքում ընկած է, այսինքն ինքը հարց լուծող, ինքը նույնիսկ այդ բուրգում իշխանական միշտ չի որ կարողանում է հարց լուծել, այսինքն միջկլանային վեճերը լուծել։ Իր ֆունկցիաներից մեկը միշտ եղել է արբիտրի դեր խաղալ եւ իր վերջի խոսքը ասել, ձեռը խփել սեղանին եւ ասել, չէ, սենց պետք է լինի։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը այս տարիների ընթացքում այլևս այդ հեղինակությունը չունի, նույն ընտրողների մոտ, չէ, դա անզեն աչքով է, չէ, երևում 82%-անոց լիդերը հիմա 15%-ից ոչ ավել ունի, այսինքն 6 անգամ մոտորապես նվազել է։ Իսկ այսքան մսխել է ժողովրդի վստահությունը։ Այո, այս պարագայում բնականաբար այլևս իր խոսքը այնպես չէ, որ քննարկման ենթակա չէ։ Եթե նույնիսկ ասում են, այո, շեֆը ճիշտ է ասում, դա չի նշանակում, որ հետո իրար հետ հանդիպելուց, սուրճ խմելուց կամ մի քիչ ուրիշ բան անելուց իրենք իրականում չեն ասում, որ ասում է, թող ասի, ասենք, հա, բան եւ այլն։ Այսինքն այդ գլխավոր արբիտրի դերն էլ հիմա 100%-ով չէ, որովհետև այն խմբերը, որոնք թե ֆինանսական առումով աջակցում են, թե իրենց կապերով դրսի հետ միշտ փորձել են այսպես գարանտ լինել, հիմա արդեն այդպես չի, որ ամբողջովին աջակցություն են ցուցաբերում, այսինքն փորձում են նաև ամեն դեպքում ինչպես ասում են, զապասնոյ աերոդրոմները կամ կամուրջներ գցել նաև այլ ուժերի հետ, որոնք հնարավոր է եւ արդյունք տան, լավ արդյունք տան, առավելևս, որ իրենք շատ տեղեկացված են, թե աշխարհում ինչ է կատարվում, շատ լավ տեղեկացված են, թե իրականում ինչ են ասում, օրինակ նույն Նիկոլ Փաշինյանը Բրյուսելներում, Մոսկվաներում եւ այլն, ի տարբերություն նրան, թե ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը եւ գալիս է պատմում է, թե ինչպես են իրեն ընդունել։ Լավ, ԿՊ-ում կարծես թե մի քիչ ավելի հասկանալի էր, պարոն Հակոբյան, ժողովրդավարության շղարշի տակ մատուցվող հայկական այս ավտորիտարիզմը երբ կհիասթափեցնի, կզգաստացնի կամ գուցե կվախեցնի հայ հանրությանը ի վերջո սթափվելու այս իրավիճակում ճիշտ ընտրություն կատարելու համար։ Ես ասացի, ես կարծում եմ, որ ես ասացի դրա մասին, որ դա կարող է լինել օրինակ լուր պրոցեստ։ Այսինքն մեզ բոլորիս հիմա թվում է, թե հայ հանրությունը, այսպես ասենք, անտարբեր է, ընդհանրապես
տեսեք, Նիկոլ Փաշինյանի գլխավոր խնդիրներից մեկը, եթե սկզբնական փուլում իրեն ուրախացնում էր կամ բավարարում էր այն, որ անդիմության նկատմամբ կարծես թե անտարբեր է հասարակությունը, անդիմության, այսինքն կոչերին կամ գործողություններին շատ մեծ զանգվածներ համենայն դեպս չեն մասնակցում, այդպես էր իրեն, բայց հետո ինքը հասկացավ, որ դա վերաբերում է նաև իրեն, այսինքն ապաթիայի մեջ գտնվող հասարակությունը անտարբեր է նաև իր կոչերին։ Այդ իսկ պատճառով իր բոլոր հիմա մեսիջները, որ ինքը տալիս է, իրենք որևէ արձագանք չեն ստանում, թե խաղաղության հետ կապված, թե այդ թալանը վերադարձնելու հետ կապված, թե այս բաները, շոուները իր առանձնապես արձագանք չեն ստանում, այսպես ասած, խոհանոցային մակարդակով միայն քմծիծաղ են առաջացնում շատ դեպքերում կամ անտարբերություն, այսինքն այնպեսի տպավորություն է, որ իրեն չեն լսում։ Իր գլխավոր խնդիրներից մեկը հիմա նա է, որպեսզի ամեն օր որևէ օրակարգ ձևավորի, որևէ։ Դա կլինի այս թեյի մասին, այս ջրի մասին, այս միկրոֆոնի մասին, միայն թե այդ մասին խոսեն, կծիծաղան։ Իհարկե, որպես քաղաքական գործիչ ինքը ունի մի, չգիտեմ դա ասեմ առավելություն թե ինչ, բացի մանիպուլյատոր լինելուց, ինքը հիմա արդեն առանց կոմպլեքս գործիչ է, որը որ չի վախենում ծիծաղելի լինել, այսինքն ինքը համարում է, որ ցանկացած բան սև PR կլինի, սպիտակ կլինի, ցանկացած բան բացի նիկրոլոգից դա PR է համարում է, եւ ինքը չի խորշում որևէ գործողություններ անելու, շատ լավ իմանալով, շատ լավ տեղեկացված լինելով, թե ասենք ինչ էմոցիաներ է առաջացնում իր կերպարները, իր գործողությունները։ Այս առումով հասարակությունը, ես կարծում եմ, արդեն ձևավորել է կարծիք։ Ես ենթադրում եմ, որ մեր հասարակությունը, մեր ընտրողները ընտրությունների օրը գնալու են ընտրությունների, այսինքն լինելու է բավականին բարձր մասնակցություն, համեմատաբար բարձր մասնակցություն, եւ այդ մասնակցությունը կարող է եւ անսպասելի լինել մասնակցության արդյունքները իշխանության համար, այսինքն իշխանությունը այսպես արխային, ինչպես ասում են, մտածում է, թե ամեն ինչ հանգիստ է, որովհետեւ հասարակության համար ամեն ինչ այսպես մեկ է, բայց կարող է արկղերը բացվեն եւ այլ արդյունք ունենան։ Ես դրա մասին խոսեցի, օրինակ բերելով օրինակ նույն հենց հայաստանյան օրինակը, Ռաֆի Հովհաննիսյանի, իսկ համաշխարհային պրակտիկայում դա ռեգուլյար, այսպես ասենք, երևույթ է ընդհանուր առմամբ։ Մեզ մոտ ընդունված է մտածել, որ եթե փողոցում մարդ չկա, ապա ուրեմն ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ լինելու է այնպես։ Այլ հարց է, որ փողոցում է պետք է լինել, որովհետեւ ես կարծում եմ այս ընտրությունները, քանի որ իրենք կարևոր նշանակություն ունեն եւ բոլոր հիմնական խաղացողները ընդդիմադիր մեկ նպատակ ունեն, ի վերջո, այդ թվում նաեւ օբյեկտիվ ռեալություններից ելնելով բոլորը հասկանում են, որ միայնակ իրենք չեն ձևավորելու, չեն կարողանալու, իրար հետ պետք է միևնույն է պայմանավորվեն այս առումով։ Ես կարծում եմ, որպեսզի այդ մոլդովական տարբերակներ չլինեն, չգիտեմ, այլ բռնության տարբերակներ չլինեն, պետք չի սпасել հետ ընտրական զարգացում։ Մեր մոտ ընդունված է, որ եթե այսպես չլինի, հեղափոխություն կլինի, ինչպես որ Քոչարյանն էր ասում, եթե այսպես չլինի, հետ ընտրական զարգացումներ կլինեն կամ պատրաստվում ենք հետ ընտրական։ Ես կարծում եմ, եթե այդ հետ ընտրական զարգացումների ռեսուրս ունես, պետք է այդ ամեն ինչը ապահովել ընտրական եւ նախընտրական շրջանում, այդ դեպքում գուցե պետք չլինի հասնել մինչև հետընտրական, այսինքն ընտրությունները դրանք լեգիտիմ ընտրություններ են, իրենք բացի այդ շոու կոմպոնենտից, այսինքն միտինգներ, չգիտեմ, միտինգներ չի ավելի շուտ, հեռուստա ինչ-որ ժամեր, քարոզչական բաներ, հանդիպումներ ընտրողներից իրենք նաև չեն բացառում փողոցի ակտիվություն։ Եվ եթե փողոցի ակտիվությունը զուգորդվի կլասիկ ընտրական տեխնոլոգիաներով, ապա ես կարծում եմ կարելի է ձևավորել այնպիսի մթնոլորտ, երբ օրինակ նույն ուժայինները դեռ շատ անգամ կչափեն կձևեն, միջև ասենք ինչ որ մի կասկածելի բովանդակության եւ լեգիտիմության հրաման կատարեն։ Շնորհակալություն պարոն Հակոբյան, շնորհակալություն բաց խոսելու մեր առաջարկը ընդունելու համար, այս ընտրությունները ոմանք անվանում են լինել չլինելու ընտրություններ, ես հույս ունեմ, որ իսկապես մեր ժողովուրդը եւ բոլոր քաղաքական ուժերը
այս ընտրություններին կվերաբերվեն այդ գիտակցությամբ եւ լրջությամբ։ Գիտեք, ես ընդհանրապես միշտ դեմ եմ շատ դրամատիկացնել, այսինքն այնց բաները, գործողությունները, որովհետեւ կյանքը շարունակվելու է նաեւ ընտրություններից հետո, այսինքն բայց ամեն դեպքում մենք պետք է մի բան իսկապես հասկանանք, այսինքն լինել չլինելը դեռ մի կողմ դնենք։ Ես կարծում եմ այս ընտրություններով լուծվելու է հասկանալու ենք, թե արդյոք լինելու է պետություն առհասարակ, որովհետև այն ուղին, որով հիմա գնում ենք մենք, ակնհայտորեն դա ինչ-որ պրոքսի մի հատ միավորման ենք գնում, պրոքսի, ընդ որում Թուրքիայի եւ Ադրբեջանի համար պրոքսի։ Այստեղ որևէ մեկի մոտ իլյուզիա չպետք է լինի, որ խոսքը գնում է օրինակ Եվրոմիության մասին եւ այլը, կամ Միացյալ Նահանգների մասին ընդհանուր առմամբ։ Այս առումով նորից եմ ասում, սա շատ կարևոր խնդիր է եւ շատ բան կախված է, եթե չասեմ գործի 80%-ը մասնակցությունից է կախված։ Յուրաքանչյուր 50%-ից ավել տոկոսը մասնակցությամբ ինքը զգալիորեն բարդացնում է այսօրվա գործող իշխանությունների գործերը վերարտադրման առումով։ Շնորհակալություն մեկ անգամ եւս։ Սիրելի հետևորդներ, հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն էր, զրույցը վարեց Ալիսա Գևորգյանը, ցտեսություն։